Վերջի 7-8 տարին բավականին ֆանտաստիկ աճեր ունենք։ Եթե ուզում եք, օրինակ վերցնենք ինչ է նշանակում ավանդ։ Ավանդ նշանակում է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ տնտեսական միավորների գումարները, որոնք որ գտնվում են բանկում, դրա խնայողություններն են։ Կամ այդ պահին այդ գումարը տնտեսվարողներին պետք չի, կամ ինքը նպատակարար է գտնում հանձնի բանկին, որպեսզի դրանից տոկոս ստանա եւ ֆիզիկական անձերն են հանձնում։ Եթե ուզում եք, ես դինամիկան բերել եմ, որ ձեզ ցույց տամ։ Եվ մի բան եմ ուզում ասեմ, այս պահին 20 միլիարդ դոլարի չափ վարկային պորտֆել կա, հիմա 20 միլիարդ դոլարը ամեն տարի հնարավոր չի, որ թեկուզ 10% աճ չտա։ Միայն 19-ից 20-ի դեպքում է, երբ որ մոտավորապես մի 50 միլիարդի տարբերություն է տվել, ավելի նվազել է 20 թվականը, բայց 17 թվականին եղել է 2 միլիարդ 555 2 տրիլիոն 255 միլիարդ։ 18 թվականին եղել է 2 միլիարդ 2 տրիլիոն 840 միլիարդ։ 19 թվականին եղել է արդեն 3 տրիլիոն 477 միլիարդ։ Ուզում եմ ես հիշեն մարդիկ։ 20 թվականին եղել է 3 տրիլիոն 564։ Երբ որ մենք սկսում ենք արդեն տրամադրված վարկերով ենք նայում, 22 թվականին եղել է 4 տրիլիոն 115, 23 թվականին 4 տրիլիոն 911, 24 թվականին եղել է 6 տրիլիոն 179։ Նշանակում է մոտավորապես 1 տրիլիոն 200 միլիարդի չափ միայն 23-ից 24-ի զարգացումն ա եղել։ Եթե մենք այդ 1 միլիարդը դնենք 4-5 միլիարդի վրա, 20%-անոց աճ ա ունեցել։ Հիմա եթե մենք 20 միլիարդ ունենք, ամեն տարի 20%, 17%, 16% աճտա, չի կարա դա տնտեսության վրա չազդի, չի կարա աշխատատեղերը չշատանա, չի կարա ավելի կայուն տնտեսություն չլինի, չի կարող ավելի շատ արտահանվել, կարտահանվի ավելի շատ աշխատավարձ կլինի։